Շուրջ 2.5 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփ-Պուտին զրույցի հիմնական ու առանցքային կետը ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումն է եղել։ Երկու նախագահները մտքեր են փոխանակել այս զգայուն թեմայի շուրջ։ Պուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չորեքշաբթի օրը կիրականացնեն գերիների փոխանակում 175-175-ի դիմաց ձևաչափով։ Զրուցակիցները կողմ են արտահայտվել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը աշխարհում կայունության համար ընդհանուր պատասխանատվության լույսի ներքո։ Անդրադարձ է եղել մի շարք միջազգային հարցերի, այդ թվում Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում տիրող իրավիճակին։ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման հարցով փորձագիտական խմբեր կստեղծեն։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը կդադարեցվի միայն այն ժամանակ, երբ Կիևին այլևս չզինեն։ Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը սա համարել է գլխավոր նախապայման։ Թեմայի մասին էլ ավելի մանրամասն կխոսենք մի փոքր ուշ, իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Արտաքսման թռիչքները խուճապ են առաջացրել ներգաղթյալների ընտանիքների շրջանում։ Վենեսուելացի ներգաղթյալները անհետացել են ԱՄՆ կալանավայրերի որոնման համակարգից։ Երկու մաքսանենգներ մեղավոր են ճանաչվել Սան Անտոնիոյի ողբերգական դեպքի համար, որտեղ 53 ներգաղթյալ մահացել էր շոկ բեռնատարում։ Կալիֆոռնիայի նահանգապետը լրացուցիչ 2.8 միլիարդ է պահանջում մեդիկալի ծախսերը փակելու համար։ ԱՄՆ-ն հրապարակել է նոր գաղտնի փաստաթղթեր Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ։ ԱՄՆ-ում տնտեսական անկումի հավանականությունը աճում է։ SpaceX-ը դառնում է Մասկի ամենաթանկարժեք ակտիվը, քանի որ Տեսլայի բաժնետոմսերը շարունակում են անկում ապրել։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Գրեք կոմենտներում, թե որտեղից եք հետևում մեզ։ Եվ այսպես երկու մաքսանենգներ մեղավոր են ճանաչվել Սան Անտոնիոյի միջադեպից հետո, երբ 53 ներգաղթյալներ մահացել են առանց օդափոխման բեռնախցիկում մնալուց հետո։ Նշեմ նաև, որ սա ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ամենամահաբեր մաքսանենգության փորձն էր։ Դաշնային դատարանում ընդամենը 1 ժամ խորհրդակցելուց հետո երթվյալ ատենակալները նրանց մեղավոր են ճանաչել մահվան ելքով մարդկանց մաքսանենգության դատավարության մեջ։ Երկուսն էլ կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման, իսկ նրանց դատավճռի հրապարակումը նախատեսված է հունիսի 27-ին։ Հետաքննության տվյալներով ներգաղթյալները Գվատեմալայից, Հոնդուրասից և Մեքսիկայից էին և 12,000-ից 15,000 դոլար էին վճարել, որպեսզի մաքսանենգ ճանապարհով մուտք գործեին նահանգներ։ Շաբաթվա վերջին ԱՄՆ ներգաղթի ծառայության կողմից իրականացված թռիչքների հետևանքով ICE առցանց տվյալների որոնման համակարգից անհետացել են հարյուրավոր անմեղ մարդկանց անուններ, ոմանցից դեռևս ոչ մի հստակ տեղեկություն չկա, ոմանց էլ հայտնաբերել են Սալվադորի բանտում, որտեղ չկա այցելություններ և նույնիսկ զբոսանքի հնարավորություն։ ԱՄՆ-ն 6 միլիոն դոլար է վճարել Սալվադորի կառավարությանը ներգաղթյալներին պահելու համար, քանի որ Վենեսուելան հազվադեպ է ընդունում ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիներին։ Սակայն շատ ընտանիքներ դեռ չգիտեն իրենց հարազատների գտնվելու վայրը։ 26-ամյա Ֆրանկոն, ով տարիներ շարունակ աշխատել է որպես վարսավիր, ուրբաթ գիշերը խուճապահար զանգահարել է կնոջը, ասելով, որ մի քանի ժամ առաջ Տեխասի դաշնային կալանավայրում գտնվող այլ ներգաղթյալների հետ նրան հագցրել են սպիտակ հագուստ, ձեռնաշղթաներ և ինքնաթիռով արտաքսել։ Նա չգիտեր, թե ուր է գնում։ Ես ոչինչ չգիտեմ իմ որդու մասին, ասում է մեկ այլ 46-ամյա կին, որի որդին 2024-ի սկզբին պահվել է ԱՄՆ կալանավայրում։ Նրան ձերբակալել էին ԱՄՆ-Մեքսիկա սահմանային անցակետում, երբ նա սպասում էր ներգաղթի ծառայության հետ հարցազրույցի։ Տղայի անունը ևս անհետացել է ICE համակարգից։ Սրանք 2 օրվա ընթացքում հայտնաբերված տասնյակ դեպքերից ընդամենը 2-ն են։ Ամերիկյան լրատվամիջոցները շարունակում են հետևել Պիտսբուրգի համալսարանի ուսանողուհու որոնողական աշխատանքներին։ Նշեմ, որ դեպքը տեղի էր ունեցել մի քանի շաբաթ առաջ Դոմինիկյան Հանրապետությունում։ Այսօր արդեն աղջկա ծնողները դիմել են տեղի իշխանություններին, պահանջելով, որ նրան ճանաչեն զոհված, քանի որ մարմինը դեռևս չի գտնվել։
Որևէ ապացույց, որը կվկայեր սպանության կամ առևանգման մասին չկա։ Հավանաբար տարբերակն այն է, որ նա խեղդվել է ծովում։ Այս գործով հարձակվել է ուսանողուհու ծանոթը, ով վերջինն էր տեսել նրան, սակայն առայժմ ոստիկանությունը մեղադրանք չի առաջադրել։ Կոնեկտիկուտի ոստիկանությունը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ազատում տասնամյակներ շարունակ գերության մեջ պահված տղամարդուն։ 20 տարի շարունակ նրա ծնողները տղամարդուն փակի տակ են պահել սենյակում եւ դուրս են թողել միայն տնային գործեր անելու համար։ Տղամարդն ինքն է հրկիզել տունը, փորձելով փախչել։ Հետաքննությունը պարզել է, որ նա փակի տակ է եղել դեռ մանկուց, նրա հայրը մահացել է անցյալ տարի, ինչից հետո նրա խորթ մայրը էլ ավելի դաժան է դարձել նրա հանդեպ։ Հրդեհի պահին տղամարդու քաշը ընդամենը 30 կիլոգրամ էր։ Ներկայումս նա բուժվում է հիվանդանոցում, իսկ խորթ մայրը ձերբակալվել է։ Խորթ մոր փաստաբանը փորձում է պաշտպանել նրան, հայտարարելով, որ կինը ընդամենը հետևել է իր մահացած ամուսնու կանոններին։ I know, come on. I'm coming. You're seeing it. Got one victim right here. I need to stay over here. Եվ այսպես Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը խնդրել է լրացուցիչ 2.8 միլիարդ դոլարի վարկ նահանգի մեդիկալ ֆինանսավորման աճող դեֆիցիտը ծածկելու համար։ Պաշտոնյայի կարծիքով այդ դեֆիցիտը գերազանցել է նախանշված բյուջեն հիմնականում անօրինական ներգաղթյալների ապահովագրության ծախսերի պատճառով։ Այս պահանջը հաջորդում է Նյուսոմի նախորդ շաբաթվա դիմումին, օրենսդիրներին խնդրելով 3.4 միլիարդի վարկ մեդիկալի ընթացիկ ծախսերը վճարելու համար։ Այս ծրագիրը ֆինանսավորվում է ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային հարկատուների միջոցներով։ Դժվար ֆինանսական որոշումներ են սպասվում։ Նահանգապետ Նյուսոմը Սենատի նախագահի եւ ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ կուսումնասիրի երկարաժամկետ ծախսերը սահմանափակելու առաջարկները մեդիկալի շրջանակում, միաժամանակ պաշտպանելով Կալիֆորնիայի բնակիչների համար կենսական առողջապահական եւ սոցիալական ծառայությունները, նշել է Նյուսոմի խոսնակը։ ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբեր տորնադոն տեղի է ունեցել ուղիղ 100 տարի առաջ, այն շուրջ 700 մարդու կյանք է խլել։ Տորնադոն սկսել է Միսսուրիի հարավարևելյան հատվածից, ապա անցնելով 352 կիլոմետր ահռելի ավերածություններ է առաջացրել, հասնելով մինչև Ինդիանա։ Ավելի քան 2000 մարդ վիրավորվել է միայն գլխավոր տորնադոից, առնվազն 7 այլ տորնադոներ էին առաջացել այս հիմնական փոթորիկից եւ տարածվել Քենթուկիի ու Ալաբամայի ուղղություններով։ Կալիֆորնիայում սաղմոնի որսի արգելքը ստիպել է ձկնորսներին նոր զբաղմունքներ փնտրել։ Այս սահմանափակումները ծանր հարված են հասցրել ափամերձ համայնքներում մարդկանց ապրուստի միջոցներին։ Ոմանք սկսել են առաջարկել պատմական նավային տուրեր, խնջույքային նավարկություններ, որոշ ձկնորսներ անցել են կետադիտարկման շրջագայությունների, իսկ որոշներն էլ զբաղվում են հանգուցյալների մոխիրը օվկիանոսում ցրելու ծառայություններով։ Ինչպես տեսնում եք, չնայած դժվարություններին, տեղացիները շարունակում են փնտրել ուղիներ իրենց կենսակերպը պահպանելու համար։ Հոլիվուդյան սցենարիստ, ռեժիսոր Կարլ Էրիկ Ռինչը, ով առավել հայտնի է 47 Ռոնիները ֆիլմում, ձերբակալվել է երեքշաբթի մեղադրվելով Netflix-ից 11 միլիոն դոլար յուրացնելու մեջ։ Դաշնային դատախազության համաձայն գումարը պետք է ծախսվեր գիտաֆանտաստիկ սերիալների արտադրության վրա, սակայն այն մինչև օրս չի հայտնվել էկրաններին։ Ռեժիսորը այժմ մեղադրվում է հեռահաղորդակցության միջոցով խարդախության եւ փողերի լվացման մեջ։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք բաց չթողնել օրվա կարևորագույն իրադարձությունները, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով եւ հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաեւ կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ ԱՄՆ-ի կենտրոնական շրջանները պատրաստվում են հզոր փոթորիկների, փորձագետների կանխատեսման փոթորիկները լինելու են էլ ավելի ուժգին, ինչպես նաև նշվում է, որ 20 միլիոն մարդ կտուժի այս ամենից։ Փոթորիկի հարվածի գոտում է Տեխասը, Կանզասը, Միսսուրին եւ մի շարք այլ հատվածներ եւս։ Այս շրջաներում այժմ տիրում է չոր եղանակ, ինչի հետևանքով փոթորիկը կարող է առաջացնել անտառային հրդեհների վտանգ։ Մյուս կողմից հյուսիսային նահանգներում սպասվում են նոր ձնաբուք, գալիք օրերին ուժեղ քամին եւ ձյունը կդժվարացնեն ճանապարհային երթևեկությունը Այովայում, Նեբրասկայում եւ հարակից նահանգներում։ Սպասվում են նաեւ ամպրոպներ, կարկուտ եւ ուժեղ փոթորիկներ միջին արևմուտքից մինչեւ երկրի հարավ-արևելք։
Սիրելի հետևորդներ, ինչպես եւ խոստացել էինք թողարկման սկզբում, եկեք վերադառնանք Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի կարևոր ու առանցքային կետերին։ 30-օրյա հրադադարը ուժի մեջ մտնելու համատեքստում ռուսական կողմը մի շարք կարևոր կետեր է նախանշել։ Մարտական շփման գծի ողջ երկայնքով հնարավոր զինադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում, Ուկրաինայում հարկադիր զորահավաքը եւ զինված ուժերը վերազինելու դադարեցում, նշվել է լուրջ ռիսկեր կապված Կիևի ռեժիմի համաձայնության գալու անկարողության հետ։ Ուշադրություն է հրավիրվում Կուրսկի շրջանի խաղաղ բնակչության դեմ ուկրաինացի զինյալների կողմից իրականացված բարբարոս ահաբեկչական հանցագործությունների վրա։ Թրամփի եւ Պուտինի զրույցից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է վաղուց ավարտված լիներ։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են բանակցություններ սկսել Սև ծովում նավարկության համար անվտանգ միջավայր ապահովելու համար։ Սպիտակ տնից էլ հայտնում են, որ Թրամփն ու Պուտինը մի շարք կարևոր կետեր են համաձայնեցրել ու պայմանավորվել են խաղաղության ճանապարհին, որ էներգետիկ եւ ենթակառուցվածքային հրադադար պետք է հաստատվի, տեխնիկական բանակցություններ պետք է սկսվեն Սև ծովում ռազմածովային հրադադարի նպատակով, լիակատար զինադադար պետք է լինի եւ իհարկե պետք է կողմերը հասնեն հարատև խաղաղության։ Իսկ այժմ տնտեսություն, ԱՄՆ-ում տնտեսական վիճակը օր-օրի վատթարանում է, տնտեսագետների կարծիքով հնարավոր է տնտեսական անկում եւ խնդիրը այն է, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է մոտենալ ռեսեսիայի, քանի որ սակագների շուրջանորոշությունը շարունակում է խաթարել ֆոնդային շուկան։ Նույնիսկ Թրամփի վարչակազմը չի բացառել նման հնարավորությունը։ Տնտեսական անկումը կանխատեսելը դժվար է, սակայն կա հստակ չափանիշներ, որոնց համաձայն ազգային տնտեսական հետախուզությունների բյուրոն որոշում է տնտեսական ցիկլի ռեցեսիոն փուլը։ Ռեցեսիաները հիմնականում ուղեկցվում են բարձրացող գործազրկությամբ, տնտեսական ակտիվության զգալի անկումով, ինչպես նաև սպառողական ծախսերի կրճատմամբ եւ բիզնեսների աշխատանքի դադարեցմամբ։ 1929 թվականից ի վեր ԱՄՆ-ում տեղի է ունեցել 14 ռեցեսիա, վերջինը 2020 թվականի փետրվարից մինչև ապրիլ, որն ի հայտ է եկել COVID-19 համավարակի հետևանքով։ Իսկ այժմ այն մասին, որ ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է մի շարք աղմկահարույց փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ջոն Քենեդու սպանությանը, նշեմ նաև, որ փաստաթղթերի գաղտնազերծումը կատարվել է նախագահ Թրամփի հրամանով։ Հրապարակված նյութերը տեղադրվել են ԱՄՆ ազգային արխիվների եւ փաստաթղթերի կառավարման վարչության կայքում։ Ավելի քան 6 միլիոն էջից բաղկացած հավաքածուի մեծ մասը նախկինում արդեն հասանելի էր հանրությանը։ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է հրապարակել 80,000 նոր փաստաթուղթ։ Մենք ունենք հսկայական քանակությամբ նյութեր, դեռ շատ բան կա կարդալու, ասել է Թրամփը ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Ջոն Քենեդու անվան կենտրոնում։ Մասնագետների գնահատմամբ մոտ 3000 փաստաթուղթ նախկինում երբեք չէր հրապարակվել, իսկ անցած ամիս հայտնաբերվել էր եւս 2400 նոր փաստաթուղթ, որոնք առնչվել են սպանության գործին։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ անմիջապես դադարեցնում է գաղտնի ծառայության պաշտպանությունը, որը տրամադրվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի չափահաս երեխաներին։ Թրամփը սոցիալական ցանցերում դժգոհել է, որ 18 գործակալ կցվել է Հանթեր Բայդենի պաշտպանությանը, մինչև նա գտնվում է Հարավային Աֆրիկայում, իսկ Էշլի Բայդենի պաշտպանությանը նշանակված է 13 գործակալ։ Բայդենի գրասենյակից որևէ արձագանք չի հնչել։ Նախկին նախագահները եւ նրանց ամուսինները օրենքով ողջ կյանքի ընթացքում ստանում են գաղտնի ծառայության պաշտպանություն, սակայն նրանց չափահաս երեխաները պաշտպանություն ստանում են միայն մինչև 16 տարեկանը։ Թրամփի վարչակազմը հեռացրել է Խաղաղության ինստիտուտի USIP-ի ղեկավար կազմի մեծ մասին եւ այստեղ ուղարկել նոր ղեկավար։ Այս քայլը համարվում է արտաքին օգնության ոլորտում գործող հաստատությունների կրճատմանն ուղղված վերջին քայլը։ Նախ եւ առաջ USAID-ին կոնգրեսի կողմից ֆինանսավորվող անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է պատերազմների կարգավորման, հակամարտությունների լուծարման եւ լավ կառավարման խթանման ուղղությամբ։ Հատուկ փաստաթղթերի համաձայն, որը ստացել է AP-ին, ինստիտուտի նախագահ եւ գործադիր տնօրենը պաշտոնանկ է արվել ուրբաթ օրը, ինստիտուտի գործող աշխատակիցները հայտնել են, որ Մասկի կողմից ղեկավարված Դոջի ներկայացուցիչները երկուշաբթի օրը, չնայած աշխատակիցների բողոքներին, մուտք են գործել շենք։ Աշխատակիցները դիմել են ոստիկանությանը։ Եվ այսպես Մասկի մասնավոր ընկերությունը SpaceX-ը կրկին դառնում է նրա ամենամեծ ակտիվը, այսպիսով առաջ անցնելով Տեսլային, որի բաժնետոմսերը օր-օրի անկում են ապրում։
Forbes-ի գնահատմամբ Մասկի կարողությունը ներկայումս կազմում է $323 միլիարդ, ինչը նրան պահպանում է աշխարհի ամենահարուստ մարդու դիրքում։ Նրա SpaceX-ի բաժնետոմսը գնահատվել է $147 միլիարդ, ինչը 20 միլիարդով ավել է, քան նրա Տեսլայի բաժնետոմսերի արժեքը, որոնք վերջին ամիսներին կտրուկ նվազել են։ Տեսլան շուկայի լուրջ ճնշման տակ է հայտնվել Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից։ Երեքշաբթի Տեսլայի բաժնետոմսերը նվազել են 5.4%-ով։ Հիշեցնեմ, որ ամբողջ երկրում Մասկի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում եւ թիրախավորված է հենց Տեսլա ընկերությունը։ Կարելի է ասել, որ Տեսլայի հանդեպ բոյկոտը տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել անձամբ Մասկին եւ դեռ շարունակում է հասցնել։ Հայտնի է, որ միայն երեքշաբթի օրը առնվազն 5 Տեսլա մեքենա է վնասվել վաղառավոտյան Լաս Վեգասում։ Ոստիկանության հաղորդմամբ 2 մեքենա ամբողջությամբ այրվել է, իսկ մյուսները կրակոցների ու հրկիզման հետևանքով վնասվել են։ Եվ NASA-ի տիեզերագնացները վերադառնում են երկիր 278 օր ուշացումով։ Թրամփը հայտարարել է, որ ինքն անձամբ սպասում է 2 տիեզերագնացներին Սպիտակ տան օվալաձև գրասենյակում։ 62-ամյա Վիլմորն ու 59-ամյա Վիլյամսը վերադարձել են երկիր 278 օր ուշացումով SpaceX-ի տիեզերանավով, քանի որ Boeing-ի վերադարձի համակարգում հայտնաբերվել էին խնդիրներ, ինչը նրանց ստիպել է մնալ տիեզերքում անցյալ տարվա հունիսից։ Նրանց համար հեշտ չէր լինելու, բայց երբ վերականգնվեն, կայցելեն օվալաձև գրասենյակ, նշել է Թրամփը Fox News-ի հետ զրույցում, խոսելով տիեզերագնացների վերադարձի մասին։ Թրամփը եւ SpaceX-ի ղեկավար Մասկը մեղադրել են նախկին նախագահ Բայդենին, պնդելով, որ նրա անգործության պատճառով տիեզերագնացները ստիպված են եղել այդքան երկար մնալ տիեզերքում։ Copy 200 meters. Brace for splashdown. Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք բաց չթողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար նախապատրաստել էինք այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։